10 ռես, հավը տանեմ, 10 ռես, ես, քուրս, երեխեքս, 10 գոք ենք մեր տունեն։ Շիրակ գյուղի միակ աղբյուրն է, խմելու, լողանալու, կենցաղային հոգսերը հոգալու համար գյուղացին դեռ շարունակում է դույլերով ջուրը հասցնել իր տուն։ Բանն այն է, որ ջրատար խողովակներով սարերից եկած ջուրը խմելու համար պիտանի չէ։ Համենայն դեպս այսպես են փաստում բնակիչները։ Ջրագիծը չի աշխատի, ջուր չկանի խմելու, դեռ դա ջուր է, քաշու տերեղնող չկանի։ Կարիտաս բարեցիրական հասարակական կազմակերպությունը դեռ 2018 թվականին նախաձեռնել էր Շիրակ բնակավայրում ջրագծի կառուցումը, այն ժամանակ Շիրակ ջրմուղ կոյուղի փակbaşնետիրական ընկերության հետ բանավոր պայմանավորվածությամբ։ Ջրագծերը փոխվեցին, բայց Շիրակցու կյանքում ոչինչ չփոխվեց։ Եղավ ան 2 տարի, 3 տարի միացել են այդպես թողը գնացել են ոչ խաբը չի աշխատի, ոչ մի բան չի աշխատի։ Առավոտեն նոր գաք տեսնեք, սա կնեք մարդիկ այդ վեդրոներով, կանիստրներով տանեն տները ջուր կենեն։ Խալատները ստիված կուտամ աղջիկս կտանի մայկեկից հետ բան, տանիքը լվածը նեպերեգորա չխանգրի։ Մինչ այսօր միևնույն խնդրի առաջ է կանգնած բնակիչը, քանի որ շինարարությունն իրականացվել էր առանց նախագծի, իսկ Veolia ջուր ընկերությունը չի կարող նման պարագայում ստանձնել ջրամատակարարման պատասխանատվությունը։ Գյուղի միայն 30%-ն ունի խմելու համար պիտանի ջուր, 70%-ը ոչ միայն ջուր, այլև ջուր ունենալու հույս չունի։ Ո՞վ դի տերյանի, ես ամեն տարի կան նկարեն կեստան, ես կետը դի տերյանի վերջը այսօր տերը ով է։ Շիրակի վարչական ղեկավարը լիահույս է, առաջիկայում կհստակեցվի, թե ինչպիսի լուծում կարելի է գտնել խնդրի համար։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք ներգապային նոր համայնքի ղեկավարի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այս հարցի լուծման ուղղությամբ, հույս ունենք կարողանանք ինչ-որ կերպ թեկուզ համայնքի միջոցներով լուծել այս խնդիրը։ Շիրակցիները 2 ամիս առաջ նամակով դիմել էին վարչապետի աշխատակազմին, պատասխանը հետևյալն է։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը, այն բազմակողմանիորեն քննարկվում է Շիրակի մարզպետի աշխատակազմի, ջրային կոմիտեի, Ախուրյանի համայնքապետարանի եւ Veolia ջուր փակbaşնետիրական ընկերության հետ։ Թե քննարկումից հարցը երբ կմտնի կարգավորման փուլ, ցույց կտա ժամանակը։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, ժամը լրատվական, Գյումրի։